Ինչ իրավական պրոցեսներ հաջորդեցին, բացի այդ վարույթը ՄԻՊ-ի, որին արձագանք եղավ ազգային ժողովից հետո, ինչ եղավ, որովհետև գիտեմ, որ մի քանի վարույթներ կարծեք կարճվել են։ Ոչ թե կարճվել են, այլ նախ վարույթներ չեն նախաձեռնել։ Ես բոլոր գործերով դիմել եմ դատախազություն, վաղնել եմ դիմելու, ուղարկում են Արաբկիրի քննչական բաժին, այնտեղ հրաժարվում են վարույթ նախաձեռնել, ես բողոքարկում եմ եւ այս պահի դրությամբ արդեն ունեմ 2 շահած դատ եւ դատարանը պարտավորեցրել է քննչական կոմիտեին նախաձեռնել վարույթ։ Ինչը հետաքրքիր, որ դատարանի պարտավորեցնելուց հետո քննչական կոմիտեն հոկտեմբերի 16-ին նախաձեռնում է վարույթ, 17-ին հայտարարում է վարույթ ավարտելու մասին առանց որևէ վարույթային գործողություն անելու։ Ես ներկայացնում եմ 9 միջնորդություններ այդ վարույթի շրջանակներում, որ հարցաքննություններ անեն, նույնիսկ ինձ որպես վկա, որպես տուժող այդ վարույթում չեն, այսինքն վարույթը նախաձեռնել են, ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ մեղադրյալ կա, ու անմիջապես վարույթը փորձում են կոծկել, փակել։ Խոսքը ընդունելությունների մասին է, բայց դատարանի որոշում կա, իրենք պարտավոր են այդ վարույթները նախաձեռնել եւ ես հետեւողականորեն շարժվելու եմ այդ ուղղությամբ, այսինքն այս պայթուրությամբ ես արդեն մի խմբակցություն եմ ձևավորել ԿՊ-ի ներսում հանցագործների 24 հոգի մեջը ներառված են, երևի Ռուբինյանի նշանակեն խմբակցության ղեկավարը, որովհետեւ ինքը չեմպիոնն է ամենաշատ չընդունելու հարցում։ Չէ, իրանք կապած թե ով ինձ ընդունելության չի արժանացրել, այսինքն այնտեղ կրկնահանցագործության դեպքեր կան, ընդհանուր ընդունելության չարժանացնելու քանակը շատ է, բայց ասենք Հակոբ Արշակյան 4 հատ, Ռուբինյանը դառավ 5 հատ, այնտեղ էլի պատգամավորներ կան, որ կրկնակի հանցագործություն։ Ես մի խոսքով ԿՊ-ի ներսում արդեն 24 հոգանոց խմբակցություն ունեմ, եւ ես կարծում եմ, որ իրանք մի փրկություն ունեն այս հանցանքից ի վերջո արդարացվելու, վարույթը կարճվելու, որ գնան Հայկ Մամիջյանի մոտ եւ միանան վարչապետին անվստահություն հայտնելու գործը։ Մեզ հենց այդքան էլ պակասում է մոտավորապես։ Եթե հիմա ԿՊ-ից 24 հոգի միանան նախաձեռնությանը, վարչապետին հնարավոր կլինի անվստահություն հայտնել, մենք էլ կպրծնենք իրենք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը որակում են անլուրջ։ Այսինքն, եթե մի գործընթաց նկարագրված է սահմանադրությամբ եւ դա իրենց որպես падգամավորների պարտականությունն է, դրա անլուրջը ո՞րն է։ Այսինքն, եթե իրենք փաստորեն իրենց падգամավորի որպես պարտականություն կառավարության գործունեությունը վերահսկելու անլուրջ են համարում։ Չէ, այդ կոնտեքստով չի ասում են, որ որևիցե հիմք չկա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել, ի վերջո ըստ իրենց ձևակերպամբ Նիկոլ Փաշինյանը ինչ անում է, ճիշտ է անում, իրենք էլ կիսում են, տեսնում եք, հա, որտեղ գնում է պատարակի հետևից գնում են պատարակի, պատարակի հենց կակրած չեն գնում։ Գնում են, նույն չի բոլորը, բայց գնում են։ Ահա, այս Ռոմանոսն էր գնացել, կանգնած էր հետևում, բայց անցած անգամ չէր գնացել։ Արադ Միրզոյանն այս անգամ գնացել, անցած անգամ չէր գնացել, նա էլ կարծեմ չեմ անի որպես շրջանավարտ, կարող է պրակտիկա էր որպես գնացել, որտեղ նա ասենք ոչ օրինական քահանաների մատուցած արարողությունը ոնց էր, երբ պրակտիկա էր։ Նա շատ քիչ մարդ է նրա հետևից գնում։ Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի գործունեությանը, բայց հենց այդ եմ ուզում իրանց հետ ասելով խոչի վարչապետի գործունեությունը պիտի համապատասխանի կառավարության գործունեության ծրագրին։ Հələ մենք թող կան նստեն կառավարության գործունեության ծրագրի ցանկացած էջը բացեն կարդան։ Տեսնենք այդ գործունեության ծրագիրը կատարվում է թե չի կատարվում։ Ակնհայտ է, որ չի կատարվում, բայց եթե չի կատարվում, նրանք պիտի վերահսկեն կառավարության գործունեությանը, եթե չի կատարվում անվստահություն է դեմ, ո՞նց կարա դա համարվի անլուրջ։ Անլուրջ իրանց հիմիկվա կարգավիճակն է եւ այս գործընթացի այստեղ գալու նպատակը նրանց լրջության դաշտ բերելն է եւ իրանց պաշտոնական պարտականությունների դաշտ բերելն է։ Իրանք չեն կարող խուսափեն դրանից։